Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։ Միջոցառման շրջանակում Միրզոյանը և Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։ Ընթրիքին մասնակցել են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին։ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում։ Պաղեստին պետություն չի ստեղծվելու, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինի ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին էլ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան էին պաշտոնապես ճանաչել Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն երկու պետության սկզբունքի պահպանումը խաղաղության և անվտանգության բանալին է թե պաղեստինցի, թե իսրայելցի ժողովուրդների համար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ հուշագիր։ Ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք աջակցել Սիրիայի ժողովրդին կայունության ճանապարհին, ասել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները։ Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի և Սիրիայի համար անվտանգության սպառնալիքներին և դրանց հակազդման կարևորությանը։ Ուկրաինան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ 2022 թվականի հունիսին, երբ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը ճանաչել էր Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի և Ֆրանսիայի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների և Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել։ Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում։ Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։ Նրա խոսքով Փարիզը հաստատակամ է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու և հետագա հակասությունները կանխելու հարցում։ Հանդիպումից հետո Մակրոն Նիքսի իր էջում գրել է, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ունենա։ Նա հիշեցրել է, հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային պարտավորությունները չկատարելը, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան որոշում են կայացրել Իրանի դեմ ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։ Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը և նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում 80-րդ նստաշրջանի շրջանակում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային թեմաները։ Էրդողանն ընդգծել է նաև Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու Անկարայի մտադրությունը։ Նրա խոսքով Թուրքիայի և Եվրամիության միջև համագործակցության անհրաժեշտ մեխանիզմների շուտափույթ գործարկումը դրական ազդեցություն կունենա կողմերի փոխգործակցության վրա։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։